Բարև ձեզ Անդրանիկ, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս զրույցին, բավականին երկար ժամանակ չենք զրուցել եւ թեմաները շատ են, գուցե ընթացքում մենք բավականին հետ գնանք հարցերի շուրջ, որովհետեւ հետաքրքիր է լսել նաեւ ձեր տեսակետը։ Բայց սկսենք վերջից, Հայաստանի իշխանությունները, չնայած նրան, որ ամեն կերպ փորձում են համոզել, որ խաղաղություն են բերել, խաղաղության պայմանագիրը իրողություն է, իրենք իրավիճակներ են ստեղծել, ադրբեջանցիների թուրքերի հետ բարեկամություն են անում, բայց մենք տեսնում ենք մանավանդ ընտրություններից հետո ադրբեջանական կողմը ել ավելի է սաստկացրել հայտարարությունները, սպառնալիքների տեսքով մինչև անգամ վերջերս Շուշիում էր Ալիևը եւ սկսենք այս հարցից։ Ալիևը հստակ հայտարարեց, որ Մինսկի խումբը բավականին ճնշումներ է գործադրել Ադրբեջանի վրա, սրանով իսկ պայթեցնելով այն թեզը, որ այս իշխանություններն ասում են, թե Արցախը նախկինների ժամանակ արդեն տրված էր եւ իրենք այդ թոկը եկան եւ ազատեցին եւ Հայաստանին ինքնիշխանություն բերեցին։ Ես կխնդրեմ այս հայտարարությանը անդրադառնանք, համեցեք։ Մենք բազմիցս ենք նման հայտարարությունների մասին խոսել եւ 2016 թվականի օրինակ ապրիլյան պատերազմից հետո շատերը, այդ թվում այն ժամանակվա անդիմության ներկայացուցիչները, եթե չեմ սխալվում, նաեւ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները խոսում էին նրա մասին, որ իբրև մենք պարտվել ենք ապրիլյան պատերազմում, չնայած որ ընդամենը կես տարի հետո Աշնանը 2016 թվականի հենց Իլհամ Ալիևը խոսում էր նրա մասին, որ փակ դռներում իր հետ քննարկումների ժամանակ Մինսկի խմբի անդամ պետությունների ղեկավարները խոսում են նրա մասին, որ Ադրբեջանը պարտավոր է ճանաչել Արցախի անկախությունը եւ այնտեղ լինելու են որոշ փոխզիջումներ, բայց այնուամենայնիվ այս կարևոր մասը սա է, որ Ադրբեջանի պարտադրում էին, որ ինքը ճանաչի Արցախի անկախությունը, որովհետև պատերազմով, ապրիլյան պատերազմով ըստ էության ոչինչ չստացվեց Ադրբեջանի համար, իրենք չկարողացան հաղթանակի հասնել այդ պատերազմում, կային նաև բազմաթիվ տեղեկատվություններ, որ հենց ադրբեջանական կողմն էր դիմել Մոսկվային, որպեսզի դադարեցնեն պատերազմը, եւ այս ամեն ինչը նշանակում էր, որ 2016 թվականի ավարտին օրինակ Ադրբեջանը արդեն շատ մոտ էր նրան, որ այդ իրողությանը արդեն ճանաչեր, այսինքն ոչ թե ճանաչեր Արցախի անկախությունը, բայց արդեն հասկանար, որ այլ ընտրանք չկա։ Պետք է բանակցել եւ պետք է բանակցեն փոխզիջումների մասին։ Ադրբեջանը այդ թվում նաեւ պետք է գնա փոխզիջումների եւ այդ փոխզիջումների գլխավոր մասը պետք է լինի այն, որ Արցախը կայացած պետությունն է եւ իրենք պարտավոր են մոտենալ այդ անկախության հարցին եւ ճանաչել Արցախի անկախությունը։ Հիմա դա կարող է ոչ թե լիներ մոտակա 5-10 տարվա ընթացքում, դա կարող է լիներ հետո 15 տարի հետո, 20 տարի հետո, բայց այնուամենայնիվ դա լինելու էր փաստ եւ այդ փաստը պետք է ամրագրվեր նաեւ ինչ-որ փաստաթղթով։ Եթե հայկական կողմը գնար տարածքային ինչ-որ փոխզիջումների, ապա ադրբեջանական կողմը պետք է ամրապնդեր դա պայմանագրի մեջ, որը պետք է ստորագրվեր Երևանի եւ Բաքվի միջեւ, որ ճանաչելու է Արցախի անկախությունը։ Հիմա դա կարող է լինել ռեֆերենդումից հետո, դա կարող է լինել այն ինչ-որ իրողություններից հետո, բայց դա լինելու էր փաստ։ Հայաստանում հետո հետագայում ինչ տեղի ունեցավ բոլորս արդեն ծանոթ ենք, դա 2018 թվականի իշխանափոխությունը Հայաստանում եւ ինչից հետո արդեն այս ամեն ինչը կտրուկորեն փոխվեց, սրացումներ հայ-ադրբեջանական հարաբերություններում տեղի ունեցավ եւ այդ սրացումների արդյունքը բերեց նրան, որ տեղի ունեցավ 2020 թվականի պատերազմը, արդյունքներին բոլորս ծանոթ ենք այդ պատերազմի եւ դրանից հետո արդեն Հայաստանի իշխանությունները բոլորովին փոխեցին իրենց դիրքորոշումը, այսօրվա իշխանությունների մասին արդեն խոսքը գնում այլ ոչ թե նախկին եւ իրենք ուղղակի ճանաչեցին Արցախը որպես Ադրբեջանի տարածքային մաս, դա տեղի ունեցավ 2022 թվականի աշնանը Պրահայում, ինչից հետո սկսվեց Արցախի բլոկադան, եւ այդ Արցախի բլոկադան ավարտվեց նրանով, որ 2023 թվականի սեպտեմբեր ամսին Ադրբեջանը նոր պատերազմ սկսեց Արցախի դեմ եւ այդ պատերազմի արդյունքը եղավ այն, որ ամբողջությամբ Արցախը իրենք օկուպացրեցին, տեղի բնակիչների նկատմամբ էթնիկ զտումներ իրականացրեցին եւ Արցախում այսօր այլևս հայեր չեն ապրում։ Այսինքն մեծ մասը տեղափոխվեց Հայաստան, ինչ որ մի թիվ մարկանց իրենք ուղակի սպանեցին
Եվ մենք ունենք այսօր այդ իրողությունը։ Հիմա այն, որ իրենք փորձում են փոխել, ֆալսիֆիկացնել այդ փաստերը, որ իբրև թե միշտ էլ Հայաստանը ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի մաս, Ալմատայի ինչ որ հռչակագրի մասին են խոսում են նրա մասին, որ բանակցային գործընթացում իբրև թե Հայաստանի բոլոր նախկին իշխանությունները ճանաչում էին Արցախը որպես Ադրբեջանի մաս, իհարկե այդ ամեն ինչը սուտ է եւ չի համապատասխանում իրականությանը։ Կա միայն մեկ իշխանություն, որը ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի տարածքային ամբողջության մի մաս, դա Հայաստանի այսօրվա իշխանություններն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Բացի իրենցից ոչ մի այլ իշխանություն Հայաստանի Հանրապետության չի ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս, այլ հակառակը բանակցել են փորձելով հասնել այն արդյունքի, որ Ադրբեջանը ճանաչի Արցախի անկախությունը։ Եվ դրան շատ մոտ էին նախկին իշխանությունները, որովհետև պատերազմով Ադրբեջանի մոտ չէր ստացվում հասնել հաղթանակի, օկուպացնել Արցախը, եւ իհարկե իրենք ուզեն թե չուզեն պետք է բանակցային Արցախի դիրքորոշման այդ անկախության դիրքորոշման մասին։ Բայց այս իշխանությունները տեսնում եք ինչպես են ուզում մանիպուլացնել, ասելով, որ այդ թոկից ազատեցին Հայաստանին եւ դրանով իսկ ինքնիշխանություն բերելով ու վերջերս Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո խոսում էր Արցախաշենի եւ Տիգրանաշենի մասին, ես կխնդրեմ այս հայտարարություններին անդրադառնաք։ Դե պարզ է, որ եթե իրենք ճանաչում են Ադրբեջանի Հանրապետությունը որպես խորհրդային Ադրբեջանի ժառանգորդ, չնայած որ զվարճալի պահը այն է, որ հենց Ադրբեջանը իրեն չի ճանաչում որպես խորհրդային Ադրբեջանի ժառանգորդ, այլ ճանաչում է որպես Ադրբեջանի առաջին հանրապետության ժառանգորդ, եւ սրանով ստացվում է, որ նաեւ տարածքային որոշ վեճեր եւ նկրտումներ ունի Հայաստանի Հանրապետության նկատմամբ, եթե առաջի հանրապետության ժառանգորդն է, որովհետեւ այնտեղ ոչ միայն Նախիջևանի եւ Լեռնային Ղարաբաղի, Արցախի հետ վեճեր կային, այլ նաև Սյունիքի մարզի հետ վեճեր կային։ Այսինքն սրանով Ադրբեջանը եւ իդեպ դա ամրապնդված է իրենց համանadrության մեջ, իրենք ճանաչում են իրենց որպես Ադրբեջանի առաջին հանրապետության, ժողովրդավարական հանրապետության ժառանգորդ եւ ստացվում է, որ ունեն տարածքային նկրտումներ այսօրվա Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Դրա համար, երբ որ Հայաստանի Հանրապետությունը խոսում է այդ խորհրդային Հայաստանի կամ խորհրդային Ադրբեջանի մասին, իրենք պետք է նաև սա էլ գիտակցեն, որ եթե անգամ ճանաչեն կամ վերադարձնեն, ինչպես իրենք են դա ներկայացնում, այդ անկլավները Ադրբեջանին, չեմ կարծում, որ սրանով հարցը կփակվի։ Ադրբեջանը ունի այլ նպատակներ, գլխավոր նպատակը Ադրբեջանի նրանում է, որ մոտակա տասնամյակների ընթացքում Հայաստանին տնտեսապես կախվածության մեջ գցեն, քաղաքական տեսանկյունից ճնշում իրականացնեն, ռազմական տեսանկյունից ճնշում իրականացնեն Հայաստանի վրա, որպեսզի թույլ չտան, որ Հայաստանը ուժեղանա եւ այնքան ուժեղ դառնա, որպեսզի նորից բարձրացնի Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների վերադարձի մասին հարցը կամ օկուպացված տարածքների մասին հարցը, սա է գլխավոր նպատակը Ադրբեջանի մոտակա տասնամյակների համար։ Այն, որ խոսում են այդպես կոչված խաղաղության մասին, իհարկե խաղաղությունը տարբեր կերպ է ընկալվում Բաքվում եւ Երևանում։ Եթե Երևանում պատկերացնում են այսօր իշխանությունները, որ խաղաղությունը այն է, որ պայմանագիր պետք է ստորագրվի եւ այդ պայմանագիրը կփակի բոլոր պատմական այդ իրողությունները, որոնք տեղի են ունեցել մեր ժողովուրդների եւ պետությունների միջև, եւ կփակի բոլոր այն խնդիրները, որոնք այսօր արկա են Երևանի եւ Բաքվի միջև, ապա Բաքվում պատկերացումը բոլորովին այլ է, խաղաղությունը իրենց համար այն է, որ Հայաստանը պետք է այնքան թույլ պետություն դառնա այս տարածաշրջանում, որ կարծես թե բոլոր իր արտաքին քաղաքական ինչ որ ինիցիատիվները քննարկի Բաքվի եւ Անկարայի հետ կամ նույն ներքաղաքական անգամ հարցերը, տեսեք Արարատի հետ կապված, պատմության վերանայման հետ կապված, հիմնի հետ կապված, գերբի հետ կապված, այս հարցերը պետք է եւս քննարկի Անկարայի եւ Բաքվի հետ։ Այստեղ մենք տեսնում ենք բոլորովին տարբեր պատկերացումներ, թե ինչ է խաղաղությունը։ Եվ եթե մեր այսօրվա իշխանությունները եւ ժողովրդի մեծամասնությունը կարծում է, որ նման խաղաղությունը երկարատև կարող է լինել Բաքվի եւ Երևանի միջև, ապա իրենք չարաչար սխալվում են։
Ակնհայտ է չկա որևէ խաղաղություն, հաշվի առնելով նաև ադրբեջանցիները ինչպես են առաջ քաշում եւ ամենաբարձր ամբիոններից խոսում այն մասին, որ 300,000 ադրբեջանցիներ պետք է գան Հայաստան։ Իրենց պետական թերթերից մեկով վերջերս նաև խոսում էր այն մասին, որ ոչ միայն ադրբեջանցիների գալովն է լինելու, նաև ըստ էության իրենց պետականությունն են կառուցելու եւ ստեղծելու այստեղ։ Այս մասով խնդրեմ ձեր տեսակետը արտահայտեք։ Սա մի թեմա է, որի մասին անընդհատ դուք եւ բոլոր ընդդիմադիրները զգուշացնում էին, որ այս իշխանության վերարտադրության դեպքում 300,000 ադրբեջանցիների հարցն է բարձրացվելու եւ հիմա մենք տեսնում ենք էլ ավելի սպառնալից է գալիս հայտարարությունները ադրբեջանական կողմից։ Այդ հարցը իրենք բարձրացնում են եւ հիմա էլ շարունակում են բարձրացնել, նաեւ ապացուցված փաստ է, որ սա ոչ թե ինչ որ կազմակերպությունների նախաձեռնությունն է, այլ իշխանությունների, Ադրբեջանի իշխանությունների կողմից ֆինանսավորվող ծրագիր է, եւ այս ծրագիրը հենց համապատասխանում է այն նույն նպատակին, որի մասին ես քիչ առաջ խոսում եմ, որ մոտակա տասնամյակների ընթացքում հնարավորինս զսպեն Հայաստանի անկախությունը, զսպեն Հայաստանի զարգացումը տնտեսական կամ ռազմական տեսանկյունից եւ կախվածության մեջ գցեն ուղղակի Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Ինչով սա կարող են իրենք, ինչպես կարող են սա իրականացնել, օրինակ եթե հաջողվի ինչ որ միջազգային կառույցների միջոցով կամ Հայաստանի հենց երկկողմ հարաբերությունների հետ կարգավորման գործընթացում պայմանագրի մեջ ամրապնդեն այս փաստը, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան, հիմա դա կարող են լինել անգամ մեկ ադրբեջանցի կարող է դա լինել։ Խոսքը թվի մասին չի։ Թող սա չվախեցնի մեր հայրենակիցներին կամ չմտածեն, որ որևէ մեկը փորձում է իրենց վախեցնել թվով։ Հիմա դա կարող է լինել 1-2 ադրբեջանցի, որ իրենք վերադառնան։ Եթե իրենց վերադարձը, իրենց գալը, ավելի ճիշտ Հայաստան, դիտարկվի որպես վերադարձ, ապա ստացվում է, որ վերադարձից հետո իրենք որոշ իրավունքներ պետք է ստանան։ Պարտականությունները ստանձնելու Հայաստանի իշխանությունները իրենց նկատմամբ։ Եթե իրենք վերադառնում են, ապա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները ճանաչում են, որ իրենց նկատմամբ ճնշում է ժամանակին իրականացվել եւ իշխանությունները Հայաստանի կամ Հայաստանի Հանրապետությունը ավելի ճիշտ, սա կդիտարկվի այսպես, ճնշել է իրենց եւ ստիպել է, որ իրենք լքեն Հայաստանը։ Եվ եթե իրենք նաև հաջողության հասնեն այն հարցում, որ ճանաչեն իրենց իրավունքը, որ իրենք լիարժեք քաղաքացի են եղել, որ սա պատմական տարածքներ են ինչ որ Ադրբեջանի, որ իրենք ասում են արևմտյան Ադրբեջան, սա էլ ավելի մեծ խնդիրներ է բերելու Հայաստանի Հանրապետությանը։ Ինչ խնդիրներ օրինակ կարող է սա բերել։ Պատկերացրեք, որ մի քանի տասնյակ ադրբեջանցիներ այդպես կոչված վերադառնում են Հայաստանի Հանրապետություն, հետագայում իրենք հենց սադրում են ինչ որ կոնֆլիկտ տեղի բնակիչների հետ, այդ կոնֆլիկտը կարող է լինել օրինակ անշարժ գույքի նկատմամբ, որովհետև այն անշարժ գույքը, որը ժամանակին իրենց պատկանել է, երբ որ ադրբեջանցիները լքել են Հայաստանի Հանրապետությունը, իրենք դրա համար գումար են ստացել, բայց գուցե այս գումար ստանալու պահը ոչ միտեղ չի ամրապնդվել, չի դոկումենտներ ինչ որ փաստաթղթեր չկա դրա վերաբերյալ։ Հիմա իրենք կասեն, որ մենք վերադառնում ենք, ժամանակին ապրել ենք այս տանը, հիմա այդ տանը ապրում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եւ ստե կոնֆլիկտ է սկսվում։ Այս կոնֆլիկտը կարող է բերել նրան, որ ինչ որ էթնիկ բախում տեղի ունենա հայերի եւ ադրբեջանցիների միջև Հայաստանի Հանրապետության տարածքում։ Իհարկե Թուրքիան եւ Ադրբեջանը օգտագործելու են այս փաստը միջազգային կազմակերպություններում իրենք սա փորձելու են ցույց տալ, որ Հայաստանում ադրբեջանցիների նկատմամբ, հետագայում սա նաև փոխելու են թեման բերելու են, որ մուսուլմանների նկատմամբ ճնշում է իրականացնում եւ փորձելու են միջազգային կառույցները օգտագործել, որպեսզի ճնշում իրականացնեն Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Տեսեք, ինչ բազմաթիվ սա փոքրիկ մի խնդրի մասին, ռիսկերի մասին խոսեցի, բայց ես վստահեցնում եմ, որ բազմաթիվ այլ ռիսկեր կան։ Հիմա տեսեք, օրինակ նույն Բուլղարիայում մեծ թվով թուրքեր են ապրում եւ այնտեղ էլ նաեւ այդպիսի ծրագրեր եղել են վերադարձ եւ այլն իրավունքների պաշտպանություն իշխանությունների կողմից պարտականություններ որոշ որոնք ստանձնել են Բուլղարիան երբ որ Եվրամիության անդամ է դարձել եւ դրանից հետո տարբեր տեսակի կոնֆլիկտներ են առաջացել եւ նաեւ ռիսկեր ներքաղաքական տեսանկյունից Բուլղարիայի համար, որովհետեւ այսօր օրինակ Բուլղարիայում պարլամենտում ներկայացված է քաղաքական ուժ, որը ներկայացնում է տեղի թուրք ժողովրդի շահերը
Հիմա պատկերացրեք, որ եթե Հայաստանի Հանրապետությունում անգամ 10 կամ 20 ադրբեջանցիներ լինեն, իրենք բոլոր իրավունքները կստանձնեն, որպեսզի ստեղծեն իրենց քաղաքական ուժը եւ հետագայում փորձեն նաեւ իրենց դիրքերը կամ շահերը տարածել քաղաքական տեսանկյունից Հայաստանի Հանրապետությունում։ Սա, տեսեք, բազմաթիվ ռիսկեր իրականում կան, եթե մենք մենակ ռիսկերի մասին խոսենք, անգամ ես կարծում եմ մեր եթերի ժամանակը դրան չի հերիքի։ Այս ամենին զուգահեռ այս աղետների առաջ որ կանգնած է հայ ժողովուրդը, ես կուզեմ նաև անդրադառնալ տնտեսական վիճակին։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունները այն վիճակի հասցրեցին հայ-ռուսական հարաբերությունները, որ այսօր գրեթե ամեն ինչ Հայաստանի հայկական շուկայի հետ կապված փակված է Ռուսաստանի շուկա մուտքը։ Մենք տեսանք, որ երեք ձկնարտադրողներն էին կառավարության մոտ, ծիրան արտադրողները համոզում են, թե ծիրան են արտահանում Եվրոպա, պարզվեց միայն Իսպանիային արտահանել են էլ փչացած է եղել։ Ծաղկավաճառները, ջերմոցատերերը խնդիրներով, այս ամենը ինչի կհանգեցնի։ Տեսեք, տարբեր մոտեցումներ կան այս հարցում։ Հիմա օրինակ Մոսկվայի մոտեցումը տրամաբանական է մի կողմից, անընդունելի է մյուս կողմից, որպես Հայաստանի Հանրապետության օրինակ քաղաքացու համար դա անընդունելի երևույթ է, որովհետև դու բիզնեսով ես զբաղվում, այլ ոչ թե քաղաքականությամբ, բայց քո նկատմամբ են իրականացում ճնշումը եւ դու ես այդ կորուստը կրում տնտեսական, այլ ոչ թե իշխանություններ։ Առաջին հերթին հենց դու որպես քաղաքացի ես գրում։ Բայց մյուս կողմից տրամաբանական է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ անդամ պետություն է, ունի որոշ պարտականություններ, որոնք ստանձնել է, երբ որ դարձել է ԵԱՏՄ անդամ պետություն, բայց ըստ էության այսօր փորձում է փոխել իր արտաքին քաղաքական դիրքորոշումը եւ խորացնել հարաբերությունները արևմուտքի հետ, հատկապես Եվրամիության հետ, նաեւ օրենք է ընդունում, որ Հայաստանը ձգտելու է դառնալ Եվրամիության անդամ։ Հիմա երբ որ դու մի կողմից ունես պարտականություններ որպես անդամ պետություն ԵԱՏՄ, բայց մյուս կողմից փորձում ես խորացնել քո հարաբերությունները բոլորովին այլ կողմի հետ, որը ըստ էության կարելի է ասել, որ նաև պատերազմական իրավիճակում է այսօր Մոսկվայի հետ, իհարկե դա պետք է ունենար ինչ-որ հետևանքներ։ Հիմա սեղ գլխավոր մեղքը կրում են Հայաստանի Հանրապետության իշխանությունները, որովհետև երբ որ իրենք փորձում են փոխել արտաքին քաղաքականության վեկտորը, դա իրենց իրավունքն է, իրենք իշխանությունն են, կարող են այդ փոփոխությունը իրականացնել եւ մեր հայրենակիցներն էլ ինչքանով ես տեղյակ եմ տարբեր այդ հարցումների մեծ մասը աջակցում է դրան, որ Հայաստանը դառնա Եվրամիության անդամ պետություն, բայց ուրեմն դու նաեւ պետք է հաշվարկել այդ հետևանքները այս ամեն ինչի։ Եթե դու վեկտորը փոխում ես, բայց չես հաշվարկում, որ դա կարող է նմանատիպ հետևանքներ ունենա, տնտեսական սանկցիաներ, ճնշում Մոսկվայի կողմից եւ այլն, դու ես կրում այդ մեղքը։ Դու պետք է լուծես այս հարցը։ Եվ բոլոր այն մեր քաղաքացիները, փոքր եւ միջին բիզնեսի, ովքեր այսօր այդ կորուստները տնտեսական կրում են, իրենց հարցը պետք է ուղղեն կառավարությանը, որովհետև կառավարությունն է փոխում մեր դիրքորոշումը քաղաքական, ինչը նաև բերում է տնտեսական հետևանքների։ Հիմա իրենք նաև պետք է պատրաստ լինեին այդ հետևանքների, որ լուծեն այդ հետևանքները, բայց ստացվում է, որ իրենք պատրաստ չեն, այսօր ընկել են Բրյուսելի, Վաշինգտոնի դռները կամ այլ մայրաքաղաքների եվրոպական եւ խնդրում են, որ ինչ որ լգոտներ տան իրենց, որպեսզի այդ ապրանքները տանեն ինչ որ ժամանակաշրջանում տանեն Եվրոմիության անդամ պետություններում վաճառեն։ Բայց դա էլ ունի իր խնդիրները, այնտեղ ստանդարտներ կան, այնտեղ բազմաթիվ այլ հարցեր կան բյուրոկրատիայի հետ կապված, եւ այդքան հեշտ չի ապրանքը վերցնել եւ տանել, նաեւ լոգիստիկայի խնդիր կա, որովհետեւ մի կողմից Ռուսաստանը, որը այդքան հեռու չի Հայաստանից, ավելի հեշտ է ապրանքը հասցնել ռուսական շուկա, քան այդ ապրանքը հասցնել եվրոպական շուկա, որը շատ ավելի հեռու է Հայաստանից, եւ նաեւ կան լոգիստիկայի հետ կապված խնդիրներ, օրինակ Վրաստանի տարածքով մի փոքր խնդրուց է ապրանքը հասցնել եվրոպական շուկա, որովհետև Վրաստանի հարաբերությունները Եվրոմիության հետ լարված են վերջին տարիներում, եւ նաեւ Թուրքիայի հետ կապված սահմանը, չնայած որ վերջին 2-3 տարի է, որ անընդհատ իշխանությունները ամեն տարի ասում են, որ հեսա սահմանը բացելու են, բայց մինչ օրս սահմանը փակ է եւ Թուրքիան ասում է, որ սահմանը կբացի եւ հարաբերությունները Հայաստանի հետ կկարգավորի միայն այն ժամանակ, երբ որ Հայաստանը կկարգավորի իր հարաբերությունները Ադրբեջանի հետ, իսկ Ադրբեջանը ասում է մենք կկարգավորենք ձեր հարաբերությունները այն ժամանակ, երբ որ դուք կիրականացնեք բոլոր այն նպատակները, որոնք մենք ունենք։ Առաջին հերթին դա սահմանադրության փոփոխությունն է եւ նաեւ այդ անկլավների հետ կապված հարցը ես վստահ եմ։
Հիմա մենք տեսնում ենք, թե ինչ թափ է ստանում բռնաճնշումները Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, մյուսների նկատմամբ, բառացիորեն գողություն են իրենք իրականացնում, մտնել մարդու տուն, նախ այդ շոուն, որ իրենք նկարել էին պարոն Ծառուկյանի նկատմամբ, եւ դուռը բացում է, բայց չէ, իրենց պետք է տեսնել ինչպես են տապալում 70 տարեկան մարդուն, չնայած տարիքն մի կողմ դնելով, գողանալ մարդու մինչև անգամ տան խրտվիլակները, կենդանիներին գողանալ, սատկացնել առյուծին, այս ամենը ինչի դրսևորում է։ Այս ամենը նրա դրսևորումն է, որ իրենք այսօր իշխանության են գտնվում եւ անում են այն ամեն ինչը, ինչ իրենք ցանկանում են։ Եվ սրա մասին ենք բազմիցս նախած զգուշացրել ենք եւ ես բազմիցս նաեւ հիշում եմ, որ 2019 թվականին, երբ որ ապօրինաբար իմ մուտքը փակեցին Հայաստանի Հանրապետություն, իմ գրառումներում, որոնք մինչ օրս պահպանվել են, եթե որևէ մեկը ցանկություն ունի, կարող է մտնել իմ Facebook-յան էջը եւ տեսնել այդ գրառումները, ես նախած զգուշացնում եմ, որ եթե այսօր իմ նկատմամբ, որպես անհատի նկատմամբ նման ճնշում է իրականացնում իշխանությունը, փորձելով զրկել ինձ իրավունքից ապրել Հայաստանի Հանրապետությունում, խոսել այն խնդիրների մասին, որոնք առկա են, նախազգուշացնել մեր հայրենակիցներին այն վտանգների մասին, որոնք մենք այսօր առնչվում ենք, եթե այդ ճնշումը իրականացում են իմ որպես անհատի նկատմամբ եւ ինձ չեն աջակցում քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, ապա վաղը միսօր այդ նույն խնդիրներին իրենք են բախվելու եւ ոչ մեկ իրենց չի աջակցելու կամ արդեն ուշ է լինելու աջակցության, որովհետեւ իշխանությունը այնքան ուժեղ է լինելու, որ իրենց վերահսկողության տակ գտնելու են բոլոր ուժային այդ ռեսուրսները, մարմինները եւ իրենք ինչ ցանկանան, դա ըստ էության իրականացնելու են։ Ցավոք սրտի եմ ասում, բայց 2019 թվականին կարող եմ Եվի ձերքից մատերի վրա հաշվել այն կազմակերպություններին, անհատներին, մեդիա ռեսուրսներին, այդ թվում նաև ձեր հայելի ակումբը, որոնք ինձ աջակցեցին եւ իմ խնդրի մասին խոսում էին։ Բայց մեծ մասամբ քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, անհատները իրենք լռում էին եւ այսօր իրենք են բախվում այդ նույն խնդիրների։ Դրա համար իրենք պետք է դրան պատրաստ լինեին, որ նման խնդիրներին իրենք բախվելու են վաղ թե ուշ եւ այսօր այդ վաղ թե ուշը արդեն իրենց դռնան առջև է կանգնել։ Այդուհանդերձ, այս ամենը ինչի դրսևորում է, եթե ինքը Նիկոլ Փաշինյանը խոսում է, որ ինքը հաղթել է, բացարձակ իշխանություն ունի այլևս, բայց ակնհայտ է, չէ՞, հետապնդումները ինչն են ցույց տալի, հակառակն են ցույց տալիս։ Ավելի նաև այս ընտրությունները, անգամ այս վարչական ռեսուրսի կիրառմամբ, բռնաճնշումներով, միայն ընտրության օրը միայն ուժեղ Հայաստանից 728 հոգու ձերբակալել են։ Այս ամենով հանդերձ 50%-ից ավելի մեր հայրենակիցները դեմ քվեարկեցին թրքացմանը, հայրենիք կորցնելու վտանգներին եւ նաեւ Արցախի ուրացմանը։ Ինչից է վախենում հիմա Նիկոլ Փաշինյանը։ Տեսեք, անշուշտ Նիկոլ Փաշինյանը տեսում է, որ իր վարկանիշը բավականին իջել է, եթե համեմատենք 2018 թվականի հետ, եւ ես կարծում եմ, որ այդ տենդենսը շարունակական բնույթ է կրելու, այսինքն հաջորդ ընտրություններում ել ավելի քիչ ձայներ կարող է ստանալ Նիկոլ Փաշինյանը, եթե շարունակի այս քաղաքականությունը, հատկապես արտաքին քաղաքականությունը, որը բազմաթիվ ռիսկերի եւ վտանգների է բերում Հայաստանին, տնտեսական տեսանկյունից կամ ռազմական տեսանկյունից, անվտանգության տեսանկյունից քաղաքացիների եւ իհարկե իր վարկանիշը գնալով իջնելու է։ Ստացվում է, որ ինքը նախապատրաստվում է, արդեն այսօր սկսվում է նախապատրաստել հաջորդ ընտրություններին։ Հիմա այդ հաջորդ ընտրությունները կարող են լինել հերթական 2031 թվականին, բայց չի բացառվում, որ այդ հաջորդ ընտրությունները կարող են լինել օրինակ ավելի շուտ 2027 կամ 28 թվականներին, մոտակա 2 տարվա ընթացքում։ Իհարկե այս տարի արդեն չեն լինի ընտրություններ, բայց ես վստահ եմ, որ 2027 թվականի երկրորդ կեսին կամ 2028 թվականին չեմ բացառում ավելի ճիշտ, որ դա կարող է տեղի ունենալ մինչև 2028 թվականը։ Ստացվում է, որ ինքը այսօր նախապատրաստում է արդեն այդ ընտրություններին։ Ինքը շատ լավ հասկանում է, որ եթե Հայաստանի Հանրապետությունում անցկացնի ռեֆերենդում, իհարկե ես բոլորովին դեմ եմ նման ռեֆերենդումի, որովհետև անկախ իր արդյունքներից դա բավականին ռիսկային է Հայաստանի համար եւ Ադրբեջանը կարող է օգտվել առիթից անկախ այդ արդյունքների այդ ռեֆերենդումի ինքը կարող է հաղթող կողմ դուրս գա, ես դրա մասին եւս բազմիցս խոսել եմ, բայց այդ ռեֆերենդումը եթե հանկարծակի չհաջողի իրականացնել իշխանություններին, այսինքն իրենք պարտվեն ռեֆերենդումում եւ մեր քաղաքացիների մեծ մասը չցանկանա փոխել
սահմանադրությունը Ադրբեջանի պահանջով, ստացվում է, որ քաղաքական ճգնաժամ կարող է առաջանալ Հայաստանի Հանրապետությունում, եւ եթե սրան ավելացնում ենք տնտեսական ճնշումները Ռուսաստանի կողմից, եթե սրան ավելացնում ենք այդ խնդիրը, որը ինքը իրեն այսօր բերել է Հայաստանի Հանրապետության իշխանությունները, երբ որ կանգնել են Եվրամիության խորացնել Եվրամիության հետ խորացնելու հարաբերությունների եւ ԵԱՏՄ անդամ շարունակելու մնալ հարցին, այս ամեն ինչը կարող է հանգեցնել նրան, որ արտահերտ ընտրություններ կարող են անցկացնել Հայաստանի Հանրապետությունում եւ դրա համար այսօր իշխանությունները արդեն սկսել են այդ պատրաստվելու այդ ընթացքը եւ ճնշում են իրականացնում բոլոր այն քաղաքական ուժերի կամ լիդերների նկատմամբ, ում կողմից իրենք վտանգ են տեսնում, որ այդ մարդիկ, այդ քաղաքական ուժերը կարող են ձայներ ստանալ, մեծ թվով ձայներ եւ միավորվելու ընթացքում իրենք նաեւ հնարավորություն կստանան հաղթող դուրս գալ այդ ընտրություններում։ Նաև մենք տեսնում ենք, որ այս ամենը, երբ որ իրենք իրականացնում են այս բռնաճնշումները, բայց նաև ինչին ենք էլի առերեսվում, որ երբ իրավապահ համակարգը այսպես կենտրոնացրել են իրենք ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց ճնշելու, բռնաճնշելու, բանտելու, զայնից, խոսքից կտրելու, ամբողջ երկիրը ուղղակի վխտում է հանցագործության մեջ։ Օրը ցերեկով Երևանի փողոցներում եւ ոչ միայն, դա մենք արդեն լրահոսով ենք իմանում, բա պատկերացեք ինչքան բան չի իմացվում, սպանություններ, մարդասպանություններ, խնդրեմ այս ամենի հետ կապված ձեր կարծիքը։ Իհարկե, սա հենց դրա հետևանքն է, երբ որ դու ուժային մարմինները սկսում ես օգտագործել քաղաքական վրեժ իրականացնելու նպատակով, քաղաքական ճնշում իրականացնելու նկատմամբ քո նպատակով քո դիմադիր ուրեմն գործընկերների նկատմամբ, իհարկե, այս ամեն ինչը հենց դրա հետևանքն է, երբ որ ուժային մարմինները իրենց ռեսուրսները փոխարեն օգտագործեն կրիմինալ ինչ որ սեգմենտի դեմ կամ անվտանգությունը քաղաքացիների ապահովելու համար իրենք օգտագործում են այդ մարմինների ռեսուրսները ուժային քաղաքական ճնշում իրականացնելու նպատակով։ Սա այդ ամեն ինչի հետևանքն է, սա բավականին տրամաբանական է, սա այսպես պետք է հենց լիներ, այլ կերպ չէր կարող լինել եւ նմանատիպ իրողություններ տեղի են ունենում այլ երկրներում, որտեղ արկա է այդ ավտորիտարիզմը կամ իրենք մոտ են իշխանությունները ավտորիտարիզմին, այսօր Հայաստանը այդ նույն ճանապարհն է բռնել, գնում է դեպի ավտորիտարիզմ, եթե ոչ արդեն իսկ ավտորիտարիզմում է ապրում այսօրվա իշխանությունը, եւ սա բազմաթիվ վտանգներ իր մեջ կրում է, այդ թվում նաեւ այս կրիմինալի աճի այս քաղաքացիների անվտանգության խնդիրների բազմաթիվ եւ այլ բազմաթիվ խնդիրների կարող է հանգեցնել։ Ըստ էության ադրբեջանական մոդելով բռնաճնշումները հասել են այդ ադրբեջանական մոդելի։ Գուցե հենց Թուրքիայից եւ Ադրբեջանից է սրահանգը հերթական անգամ ստացել, ես չեմ բացառում, սա եւի այս հարցը ավելի ճիշտ կլինի հենց իրենց ուղղել, բայց ես չեմ բացառում, որ կարող է ընդօրինակել, տեսնելով, որ Ալիևին հաջողում է քանի տարի արդեն եւի մի 24, եթե ոչ ավել տարի մնալ իշխանությանը, ինքը եւս ունի նման նպատակ, ինքը ասելով Նիկոլ Փաշինյանին իհարկե նկատի ունեմ, մնալ իշխանությանը մոտավորապես 25-30 տարի, դրա համար ինքը պետք է այդ նույն մոդելը կրկնի Հայաստանի Հանրապետությունում։ Փորձը ցույց է տվել, որ Հայաստանի Հանրապետությունում ոչ մի իշխանություն հավերժ չէ, ոչ ՀՀՇ-ականներն էին հավերժ, Ոչ մի իշխանություն հավերժ չէ, ոչ հանրապետականները։ միտեղ։ Իհարկե, եւ ոչ միտեղ հավերժ չէ եւ սա էլ պետք է հաշվի առնի Նիկոլ Փաշինյանը, երբ որ փորձում է այդ նպատակը կյանքի կոչել, հավերժ մնալ իշխանությանը, գալու է մի օր, երբ որ իրեն զրկելու են իշխանությանը եւ ես չեմ բացառում, որ հենց զրկեն իրեն շատ մտերիմ մարդիկ, որովհետև հիմնականում հենց այդպես է լինում, դավաճանում են քո կողքից եւ դրա արդյունքում ինքը կարող է հայտնվել բանտում կամ ուղղակի ստիպված լինել փախչել Հայաստանի Հանրապետությունից։ Որովհետև Հայաստանում ինքը ուղղակի չի կարող մնալ, բազմաթիվ օրենքներ է խախտել, սահմանադրությունն է տապալել եւ սրա համար ինքը պատասխանատվություն անպայման պետք է կրի։ Խոսեցիք, որ հնարավոր է դավաճանությունը հենց իր թիմից է լինի, իր շրջապատի մարդկանցից։ Տեսնում ենք, որ ինչ-որ վերադասավորումներ են թիմում, ինչու գնաց ըստ ձեզ Ալեն Սիմոնյանը։ Ճիշտ ասած չգիտեմ ինչի գնաց, բայց երևի շատ տխուր գնաց, որովհետև ինչքանով ես տեղյակ եմ, ինքը դերևս ցանկություն ուներ
մնալ նույն պաշտոնին, բայց իրեն այդ ցանկությունից զրկեցին, ինչ որ սխալներ էր եւի գործել, ինչի համար զրկեցին, կամ չեմ բացառում, որ իր համար նոր պաշտոն են նախապատրաստում, ես չէի բացառել, որ կարող է իրեն որպես դեսպան ուղարկեն օրինակ Ռուսաստանի Դաշնություն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մատվիենկոյի հետ ինքը բավականին լավ հարաբերություններ ունի եւ հույս ունենալով, որ այդ հարաբերությունները կարող են բերել նրան, որ Երևանն ու Մոսկվան այդ ճնշումը եւ այսօրվա այդ լարվածությունը, որը արկա է, կարող են իջեցնել։ Բայց Մոսկվան արդյունքներին կարծես չի հավատում, անավանդ որ վերջի շրջանում տեսնում ենք, որ այս դիրքորոշումը Ռուսաստանի բավականին հստակ է եւ որևէ ձև չեն թույլատրում այս ճնշումները, նաեւ տեսնում ենք նույն ինքը Զախարովան ԱԳՆ մակարդակով ինչպես են անդրադառնում եւ չեն մոռանում Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հենց Ռուսաստանի վերաբերյալ։ Տեսեք, ինչն է հետաքրքիր Ռուսաստանի պարագայում, որ այո, ճիշտ եք ասում, իհարկե արդյունքների իրենք չեն նայում եւ այլն, բայց մյուս կողմից տեսեք, այսօր Գուրգեն Արսենյան, թե Արսեն Գուրգենյան, մի շխառնում եմ, Հարսենյան։ հա, ինքն է ժամանակին նման հակառուսական հայտարարություններով բավականին հայտնի կերպար էր, նաև եթե չեմ սխալվում, իր մասին կային տեղեկատվություններ, չգիտեմ որքանով է դա համապատասխանում իրականությանը, որ 90-ականներին Ռուսաստանում կրիմինալ սեգմենտի հետ համագործակցել է, ճնշում է իրականացել այդ թվում մեր հայրենակիցների նկատմամբ, ովքեր ապրում են Ռուսաստանի Դաշնությունում, գումար է իրենցից պարտադրել, չգիտեմ որքանով է սա համապատասխանում իրականությանը, բայց այնուամենայնիվ այդ մարդուն իրենք ընդունեցին եւ ինչու պետք է բացառենք, որ Ալեն Սիմոնյանի նման կերպարին կարող են չընդունել։ Դուք ձեր խոսքում անդրադարձաք, թե ինչպես իրենք հասան նրան, որ թեմաներ, որի մասին դուք բարձրաձայնում եք, այս իշխանությունները իրականում ինչ, այսպես ասենք, ծրագրերով, պլաններ են ունեցել, դրա հետևանքով դուք այսօր հայրենիքից դուրս եք եւ չեք կարողանում վերադառնալ հայրենիք։ Դերակատարումներից մեկը ունեցել է Լիլիթ Մակունցը, իմիջիայլոց հատկանշական է, որ ինքը Մակունցը չի վերցնելու մանդատը։ Ես կխնդրեմ եւս մեկ անգամ Էլիսյանին հիշեցնել ով էր Մակունցը, ով էր Արմեն Գրիգորյանը եւ իրենք ինչ նպատակ էին հետապնդում։ Արմեն Գրիգորյանը եւ Լիլիթ Մակունցը ցեն գլխավոր կերպարներն էին, ովքեր իրականացնում էին իշխանապողությունը 2018 թվականին, հեղափոխության գլխավոր կերպարներն են, իրենց կերպարը ես չէի ասի, որ ավելի քիչ էր, քան Նիկոլ Փաշինյանի կերպարը, որովհետև բավականին մեծ ազդեցություն իրենք ունեն ոչ միայն թիմում, այլ նաև դրսում, բավականին խորացված հարաբերություններ ունեն արևմտյան պետությունների հետ, հատկապես Միացյալ Նահանգների հետ, դրա համար բավականին ազդեցիկ իրենք ֆիգուրներ են եւ շարունակում են մնալ ազդեցիկ եւ կարծում եմ, որ Լիլիթ Մակունցի համար ինչ ինքը հրաժարվեց այդ падգամավորական մանդատից, որովհետեւ դա այն նպատակը չի նմանատիպ կերպարի համար, ինքը ել ավելի մեծ նպատակներ ունի եւ եկեք սպասենք տեսնենք թե ինչպիսի պաշտոն ինքը կստանձնի, որովհետեւ չեմ բացառում, որ շատ ավելի մեծ պաշտոնի կարող է պաշտոն կարող է ստանալ, հիմա չեմ կարող ասել ինչպիսի պաշտոն, բայց չեմ բացառում, որ ավելի ազդեցիկ է լինելու այն պաշտոնը, որ ինքը կարող է ստանձնել, իսկ Արմեն Գրիգորյանը շարունակում է մնալ այն նույն պաշտոնի, որը ինքը դեռևս 2018 թվականին է ստանձնել, եւ երևի հարմար պաշտոն է եւ թույլ է տալիս իրեն վերահսկել իրավիճակը ինչպես թիմում, այդպես էլ հարաբերությունները արևմուտքում։ Դե մենք հիշում ենք, որ Լիլիթ Մակունցը մինչ այս Միացյալ Նահանգներում դեսպան էր եւ այնտեղ խոսելով Միացյալ Նահանգների Սփյուռքի մեր հայրենակիցների հետ ասում են ամենախայտառակ, այսպես ասենք, դեսպանն է եղել եւ ինչպես է կտրել նաեւ Հայաստան Սփյուռք կապը մասնավորապես Միացյալ Նահանգների հետ։ Սա հենց նպատակն է այսօրվա իշխանությունների, իրենք սրա մասին բազմիցս են ասել, այսինքն սա այսօրվա իշխանությունների քաղաքականության գլխավոր նպատակն է կտրել Սփյուռքը Հայաստանի Հանրապետությունից եւ նզեմացնել ազդեցությունը Սփյուռքի Հայաստանի Հանրապետության վրա կամ հակառակը, այսինքն Սփյուռք-Հայաստան այդ հարաբերությունները վերանայել եւ ունենալ այնպիսի Սփյուռք, այնպիսի կազմակերպություններ, որոնք գտնվելու են վերահսկողության տակ Հայաստանի Հանրապետության իշխանությունների, լոյալ են լինելու այն քաղաքականությանը, որը վարում է այսօրվա իշխանությունները, չնայած ես կարծում եմ, որ ավելի ճիշտ կլիներ, որ Սփյուռքը անկախ լիներ եւ ունենար իր դիրքորոշումը եւ եթե ճիշտ քաղաքականություն վարեն եւ սա կարող է նաեւ օգտագործվել Հայաստանի իշխանությունների կողմից, բայց իրենք այլ մոտեցում ունեն, տեսեք, իրենք այդ տիպիկ
արևելյան մոտեցումը ունեն, որ ամեն ինչ պետք է իրենց վերահսկողության տակ լինի։ Եթե իրենք ավելի խելացի լինեին, ապա հակառակը կնպաստեին նրան, որ ստեղծեին կազմակերպություններ Հայաստանում, դրսում, որոնք կունենային հակառակ տեսանկյունը, որոնք իրենք հետագայում կօգտագործեին նաև հարաբերությունները կարգավորման գործընթացում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, ցույց տալով, որ սա միակողմանի դիրքորոշում չէ, կան այսպիսի կազմակերպություններ, կան այսպիսի ազդեցիկ դեմքեր, ովքեր հակառակ դիրքորոշում ունեն։ Այս ամեն ինչը կարող էր օգտագործվել, բայց իրենք տեսեք, որ այլ ուղղությամբ են շարժվում, ինչը ես կարծում եմ ընդհակառակը վնաս է բերելու ոչ միայն Հայաստանին, այլ նաև հենց իրենց դիրքերն է թույլատնելու բանակցային գործընթացում, որովհետև այլևս իրենք հնարավորություն չեն ունենա ցույց տալ, որ կան այլ դիրքորոշումներ, այլևս իրենք ստիպված են լինելու շատ ուղիղ խոսել եւ իրականացնել բոլոր այն պարտադրանքները, որոնց իրենք ստիպելու են, որ ստանձնեն։ Եվ մի վերջին հարց, ժամանակն է նաև սուղ է, մենք գիտենք, որ Ադրբեջանը, այսպես ասենք, հա, երբ սովորաբար պատերազմից առաջ կամ հարձակումից առաջ հարաբերական անդոր է լինում եւ մենք հիմա այս անդոր վիճակում ենք, բայց եւ նաեւ Ռուսաստանի հետ հարաբերությունները Ադրբեջանի սրված են, կարող ենք այսպես ձևակերպել, մանավանդ Ալիևի վերջին հայտարարությունները Գորդոնի հետ հացազրույցում հնչեցրած նաեւ Աշնանը սպասել սրացումներ մինչև անգամ պատերազմ։ Եթե Նիկոլ Փաշինյանին լսենք, ապա պետք է սպասենք, որովհետև ինքն էլ չէ, որ ասում էր, եթե չունենանք սահմանադրական մեծամասնություն, նոր պատերազմ է լինելու։ Սեպտեմբերին կամ աշնանը այդպիսի նման հայտարարություններ չէ անում, եթե չեմ սխալվում, ուրեմն Նիկոլ Փաշինյանը դրա մասին հենց խոսել է, որ նոր պատերազմ պետք է լինի, բայց ես ավելի քան վստահ եմ, որ նոր պատերազմ չի լինելու, որովհետև ինչպես կարող է նոր պատերազմ լինել, երբ որ բանակցային գործընթացում մի կողմը անընդհատ գնում է զիջումների, իսկ մյուս կողմը անընդհատ պարտադրում է, որ դու գնաս այդ զիջումների։ Այս պարագայում իհարկե նոր պատերազմ չի կարող լինել, բայց այստեղ խնդիրը սահմանադրական ռեֆերենդումն է։ Կարծում եմ, որ այս տարի արդեն Հայաստանում հնարավորությունից նման զրկված են իշխանությունները սահմանադրական ռեֆերենդում իրականացնելու հնարավորությունից, որովհետև բացի նրանից, որ իրենք չունեն սահմանադրական մեծամասնություն, որպեսզի միակողմանի նման որոշում կայացնեն, այլ նաև մունիցիպալ ընտրություններ են նախատեսվում սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Հայաստանում եւ նման պարագայում իհարկե դժվար կլինի նաև անցկացնել ռեֆերենդումը, եթե միայն դա օրինակ դեկտեմբերին չունենա, տեղի չունենա, բայց չեմ կարծում, որ այս տարի հնարավորություն նման կունենան, կփորձեն ձգել մինչև մյուս տարի եւ մյուս տարի օրինակ գարնան վերջ կարող են փորձել իրականացնել այդ ռեֆերենդումը, իսկ մինչ այդ իրենք ամեն ինչ անելու են, այս ճնշումները նաև հարցնում եք, թե ինչու են նման ռեպրեսիաներ սկսել ընդդիմության նկատմամբ, ամեն ինչ փորձելու են անել, որ հավելյալ մանդատներ ստանան ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից անհատների որպես ամեն ուրեմն մարդու նկատմամբ իրենք այդ ճնշումը իրականացնելու են ընդդիմադիր քաղաքական գործիչների մասին է խոսքը, որպեսզի իրենց ձայները ստանան, ավելի լոյալ լինեն այդ մարդիկ իրենց նկատմամբ եւ մենք տեսնում ենք, որ իշխանությունների համար դա ժամանակին ստացվել է, այնտեղ մի քանի ընդդիմադիր քաղաքական ներկայացուցիչներ կան, ովքեր հետո փոխել են իրենց դիրքորոշումը կտրուկորեն եւ անցել են իշխանության կողմ եւ փորձել են այդ նույն քաղաքականությունը իրականացնել, եթե չեմ սխալվում 6-7 ձայն է իրենց պետք եւ ամեն ինչ անելու են դրա համար, որ այդ 6-7 ձայնը ստանան։ Շնորհակալություն, որ համաձայնեցիք այս զրույցին։ Ուղղակի 3-4 րոպե մեզ մնացել, վերջին տեղեկությունն էլ այն է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու հարցի վերաբերյալ համաձայնություն է տվել եւ նաեւ նրան անձեռնմխելիությունից զրկելու համաձայնություն են տվել, սա հայտարարություն է իրականում։ Եվ ես դες կարող եմ ասել, որ առաջին հերթին հենց վտանգի տակ է կանգնած ուժեղ Հայաստան ալյանսի իրենց քաղաքական ուժի հետ ներկայացուցիչները պարլամենտում, որ առաջին հերթին իրենց նկատմամբ են ճնշումը իրականացնելու, որովհետև Հայաստան դաշինքը քիչ թե շատ ավելի կայուն է, քան ուժեղ Հայաստանը, այնտեղ բազմաթիվ կերպարներ կան, անկեղծ ասեմ, որոնց բիոգրաֆիային լավ ծանոթ չեմ եւ եթե ծանոթ եմ, այդքան վստահելի մարդիկ չեն եւ կարող է ճնշումը բերել նրան, որ իրենք փոխեն Կարող հասկանալով Սամվել Կարապետյանն էլ է հստակ հայտարարում եւ իրենց թիմն էլ, որ իրենք կուր են, ամուր են եւ անգամ սրանց սպառնալիքներին, որ այդպես սպասում են, որ ծեծուջար պետք է անեն, իրենց պատասխաններ ստանալու են։
Ես միայն ուրախ կլինեմ, որ սխալվեմ։ Շնորհակալություն։